Ժողովուրդ ջան, բան ունեմ ասելու մի հատ, նոր օրենք ա դուրս եկել, չեմ խորացել, չեմ նայել, ինձ պետք չի եղել, հեռուստացույցով, չգիտեմ, ինչ-որ հումորի մեջ էր, թե ազգային ժողովում էլ լսեցի ինչ-որ բան, որ ով 1 միլիոնից պակաս պարտք ունի դահկում և ընդունվում է աշխատանքի, ներկայացնում է իրեն հրամանը աշխատանքի ընդունվելու սոցիալնախարարություն և սոցիալնախարարությունը վճարում է 20 պեկի գումարը, հարկը, որը պետք է դուք տայիք դահկին, ուրեմն այդպես են ասում, որ 20%-ը դահկը պահում է ձեր աշխատավարձից և այդ 20%-ը տալիս է ձեզ սոցիալնախարարությունը, ձեր գումարը մնում է նույնը, դահկը, որը պահում է, լրացնում է դա սոցիալնախարարությունը, այդ պեկի գումարն է, պեկին գումար դուք չեք տալիս, ստացվում է։ Այսինքն, հիմա շատերը խոսում են ինչի պետք է ինչ-որ մեկը 6-ի վարկ չվճարի, իսկ մյուսը պետք է վճարի, ինձ թվում է այդքան էլ այդպես չի, նայեք, եթե դուք ճշտեք դուք, ով որ տենց խնդիր ունի, ճշտեք դուք, եթե դուք պեկ չեք վճարում հարկ, ուրեմն դուք չեք ունենա և ստաժ, այդ ամիսները, որ դուք վճարելու եք պեկին, ինձ թվում է, այդ ձեզ ստաժ չի գալու, ինձ թվում է այդ, որովհետև պեկի փաստաթղթի հիման վրա են բան անելու, պեկի փաստաթղթի հիման վրա են թոշակ նշանակելու, այդ նշանակում է դուք չեք ունենա այդ քանի ամսվա ստաժը, ոնց որ դուք պետք է հիմա աշխատեք, պեկին վճարեք և ապահովեք հիմակվա թոշակառուներին, հետո որ դուք դառնաք թոշակառու, ուրիշներն են աշխատելու, պեկին հարկ վճարեն և ստանան իրենց թոշակները, նմանդ հիմա 74 թվից հետոները ընդհանրապես եսիմ ուր են վճարում, ինչ կազմակերպություններին, դե այդ կազմակերպություններին կնորիք չեք վճարել, այդ կազմակերպությունները ձեզ ինչպես պետք է թոշակ տան, թեկուզ համոզված եմ այդ կազմակերպություններն ինչ-որ հիմար բան է, չգիտեմ, այդպես գումարներ 20%-ը քո աշխատավարձից պահում են, 20%-ը ավելացնում ենք, տալիս ենք եսիմ ով էր աշխատացնում այդ փողը, եսիմ ինչքան մասսախում, թանչը պրտած մածուն, գթալը մեջը հարմարավետության համար, դենց իմացեք, ով որ մարդիկ էր ասում են ինչի պտի իրանք վարկ 6-ին չվճարում ենք, վճարում ենք, շատ մի նեղվեք, իմացեք, որ այս մինուսը կա, հետո տգեղ է, հիմա էլ մեկը հեր չունի, հերոսա ստանում, պետք է ասեք ինչի, ինքը պետք է ստանա, իմ երեխաս չստանա, ինչա որ հեր ունի, լավ է, կարողացել եք, հարկեք 6-եր, կարողացել եք վճարել, ձեր գործերը լավ է գնում, ապրեք, հիմար բան է այդ բանը, ինչի, հիմա իմացեք, շատ մեծ բան է, որ իրանք ստաժ չեն ունենում, աշխատում են և ստաժ չեն ունենում, հանգստացեք այդ բանով, որ ընդդիմությունը դա ոնց մինուս է համարում Փաշինյանի, որ անարդար բաներ անում, չէ, ես դա միակ պլյուս եմ անում, ինչ է նշանակում, մարդիկ վարկի տակ են ընկել, դուրս են եկել, ոչ կարան, չգիտեմ, հաշվի համար ունենան, ոչ կարան դցնեն հաշվի համարը, ինչ կյանքից դուրս են մնացել մարդիկ այդ չորն սպիսկի պատճառով ու պետությունը չօգնի, բա սոցիալական պետությունը չի համարը, մարդուն գումար գտել ես, բռնագանձի, թող վճարի, բայց մարդը գումար չունի, դու իրան չօգնես, ձեռ չմեկնես, ինչ, թողես ինչ բոմժ լինի, առանց հաշվի համարան ոնց կարա ապրի, անգամ տրանսպորտն են արդեն բանով վճարում,
քարտով վճարում։ Չէ, շատ ճիշտ արեր այս բանին, ես բան չունեմ, ինչը ճիշտ է, ժողովուրդ ջան։ Որ սկսեն մարդիկ լավ ապրել, ես չգիտեմ այնտեղ ինչ են հաշվում տնտեսագետները, որ դեպի վատն գնացել, չէ, ես տեսնում եմ, որ դեպի լավն են ապրում, դեպի լավն են մարդիկ գնացել։ Լավ բաներ կա, բայց ժողովուրդ ջան, կներեք էլի հայրենիքը կորցնելուց վատ բան չկա, իր սաղ պլյուսերը այն եռաբլուրը լցված որ տեսնում ես ու տարածքներ որ չկա ու վտանգ կա ընդհանրապես հայրենիք չես ունենա, աչքիդ չի գալի, բայց որ մարդը ճիշտ բաներ է անում, ճիշտ հասնում է մարդը, բոլորը գիտեն, ով ունի փոքր կազմակերպություններ, որ բեկել բաներ չի անում, ռեկետներ չի անում, մարդիկ բացում են ու հանգիստ աշխատում են հանգիստ սրտով։ Տեսնում եմ աղջիկը, սաղ արտասահման են գնում հանգստանալ, աղջիկը սաղ քիթ միտ բան, քսված քիթը միթը դզած, շատուկն լցրած բոլորը ըստ պահանջի ապրում են ավելի լավ են հանգստանում, տեսնում ես ոնց են գնում արտասահման, տեսնում ես ավելի կոկիկ, ավելի սիրուն են հագնվում, չէ, դեպի լավն են գնացել, դեպի լավն է գնացել, ինչը լավ է, բան չունեմ ասելու, բայց հայրենիք հանձնելը այն 5000, հետո գիտեք ինչ որ ասում են 5000 զոհ 30 տարվա ընթացքում էլ ունեցել ենք, հիմա միանգամից 44 օրվա պատերազմում 5000 զոհ ունեցանք, 30 առաջի պատերազմի ժամանակ և այս 30 տարիներում կրկին ունեցել եք, դուք կներեք էլի համեմատեցի 30 տարվա ընթացքում 5000 ու 44 օրվա ընթացքում 5000, էլ չեմ ասում միայն այդ 5000-ը չի Արցախում ինչքան մարդ մորթեցին թուրքերը, մարդկանց ասել էին մինչև հունվար կարող եք հանգիստ հավաքվել գալ, բայց մարդիկ սեպտեմբերին արագ եկան, որովհետև գյուղերով մորթելով գալիս էին մարդկանց, մարդկա ասում է բան այդ խանութ եմ գնացել, խանութի ճանապարհից հետ էի գալի, տնեցիներին տեսա, ասեցին նստի ավտո գնում ենք տուն մի գնա, թուրքերի գյուղերում մարդկանց են մորթում մտել են, բայց մարդիկ, բայց այդ Սամվելը ասել էր մինչև հունվարը կամաց հանգիստ կդուս գանք, ուզում ասեմ շատ է ժերտվաներ, այդ 5000 ինչքան վեն ճիշտ ասում, ինչքան գերի ունենք, չեմ ասում 5000 չի շատ է, զոհվածներն են շատ, բայց լավ, հա, թող 5000 լինի ու թող չհամեմատեսին, տեսեք, այս 30 տարում ինչքան կներեք 30 տարի չի անցել, այս 30 տարում ինչքան կլինի, եթե առաջի պատերազմը և 30 տարին սահմաններում կրակոցները ասում եք 5000-ը, ձեր 30 տարին չի անցել, ինչ գիտեք այս 30 տարում քանի անգամ ստիճկի կլինեն մեր մեջ, եթե մեր երկիրը մնա, չգիտեմ, նենց որ ես չգիտեմ պապուլիզմ հիմար խոսում են, ոնց ես հավատում, հավասարացնում 44 օրը 30 տարվա ու 4 տարվա պատերազմի, 4.5 տարի իմ կարծիքով պատերազմեցինք մենք, 4 տարի պատերազմեցինք, 30 տարի էր սահմաններում, այդ սաղ 5000 զոհա, ինքը ասում ես 44 օրում 5000 զոհ եմ տվել, այդ նույն քանակն է, ինչքան դուք բանում այդ 4 տարվա պատերազմում և ամենօրյա ստիճկեքով, որ եղել էր, մարդիկ երկա ասում են, հա, խելոք բան ասեց, հետաքրքիր ինչ խելոք բան ասեց, 4 տարվա պատերազմը և 30 տարի խաղաղը, էլ չեմ ասում, որ ոչ մի խաղաղություն չկա, ժողովուրդ ջան, խաղաղեք դուք խաղաղեք, ձեր հոգին հանգիստ է, դուք անվտանգ եք ձեզ զգում, նեղված չեք, այս խաղաղություն կա ձեր հոգում, խաղաղեք դուք, առաջ ավելի խաղաղ չէինք, ավելի հանգիստ չէր մեր հոգիները, ավելի խաղաղ չէինք, սահմանը չգիտեմ ինչ էր կատարում, բայց մենք ժողովուրդս ավելի պաշտպանված ու խաղաղ չէինք, գլուխագողում խաղաղության պայմանագիր եմ կնքում, ոչ կնքել է, ոչ էլ կնքելու է, բայց ինքն էլ ասում է խաղաղություն եմ, խաղաղության պայմանագիր եմ կնքում ու ինքն էլ ասում է, որ այդ պայմանագիրը որ կնքեմ, այդ չի նշանակում, որ պատերազմ չի լինի,
Չգիտեմ, զոտ մտածեք եւ ինչ ասում է այդ րոպեին, այդ րոպե դա հենց դա սկսում եք այդ նույն բանը կրկնել, հետո ուրիշ բան է ասում, ուրիշ բան է կրկնեք, որ մի խաղաղության պայմանագիրն է խաղաղություն բերիր, Բրեժնևներ էր, Ստալիններ էր քիլլերի հետ խաղաղության պայմանագիր կնքել, միշտ այդ խաղաղության պայմանագրերը ով կնքում է, հենց դրա հետ էր կռվում է, ասենք հիմա չի գնա Հայաստանը Անգլիայի հետ կամ Ամերիկայի հետ կնքի, ինչի կնքի, կամ Ֆրանսիայի հետ, ինչի կնքի, ինչա, ինչ որ վարիանտ կա, որ կարող է պատերազմենք, չէ, չկա, դա մեր չենք մտածում կնքել, չենք կնքի, բայց ում հետ զգում են, որ էսա պետք է պատերազմ են, հավաքվում, նստում են, կնքում են այդ խաղաղության պայմանագիրը, դա հետո էլ պատերազմ են, որովհետև իրանք պետք է պատերազմ են, так сказать, ուզեցել են պատերազմը կանխեն, այդ խաղաղության թուղթը ոչ մի անգամ չի կանխել, հենց մի քիչ ուժեղացել են կամ ստիպված են ստորագրել հանգստացնելու կամ ինչ-որ մեկի նաժմի տակ կամ հանգստացնելու համար զինվեն իրանք նապադաճանեն, բայց ես ասում եմ պատմության մեջ նայ, ինչքան կնքվել է պայմանագիր, այդքան էլ խախտվել է այդ երկիների հետ պատերազմի հոտը զգում են, դրա համար կնքում են այդ պայմանագիրը, դե որ հոտը կա, ինքն էլ կա, ինքն էլ կա, ուրեմն հոտը ինձ չի լինում, տենց, դե ես ուզում ասեի